Սիրելիներս, ուզում եմ խոսել ընտրյալ զավակ լինելու մասին Աստծո։ Բոլոր նրանք, ովքեր իրենց հոգով, սրտով պատկանում են իրենց Տեր Հիսուս Քրիստոսին, իրենց Տեր Աստծուն, մենք պատկանում ենք մեր Տիրոջը, պաշտում ենք միայն նրան, խոնարհվելով նրան եւ քայլում ենք մեր Տիրոջ հետևից, նրա պատվիրաններով, նրա կամքով ապրելով եւ ամբողջ սրտով հավատում ու սիրում ենք մեր Տիրոջը, այսինքն եթե դու ամբողջովին Հիսուս Քրիստոսին ես պատկանում, դու նրա ընտրյալ զավակն ես եւ մենք պետք է հիշենք ու հասկանանք միշտ, որ եթե դու այդքանը ես արդեն դարձել ես այդքանը, ուրեմն Աստված քեզ ընտրել է եւ դու նրա կանչին արձագանքել ես եւ դու էլ ընտրել ես Աստծուն։ Միշտ Աստված է առաջինը ընտրում։ Մենք դա պիտի հասկանանք, որ միշտ Աստված է ընտրում մեզ, նա է մեզ ձայնում, նա է մեզ կանչում, նա է մեզ փնտրում, գալիս դեպի մեզ։ Եվ այո, նա մեզ փնտրում է։ Ես հիմա որ ասացի, հիշեցի, որ երբ Աստված ձայն է տալիս Ադամին, հիշում եք, երբ մեղք գործում են Եվան եւ Ադամը արդեն եւ թաքնվում են եւ Աստված ձայն է տալիս, փնտրում է։ Ես հիշում եմ, ես այդ մասը որ կարդացել եմ, լաց եմ եղել։ Երբ Աստված փնտրում է, ասում է՝ «Ուր ես, Ադամ, ուր ես»։ Ու ես այդ պահին զգացել եմ, թե իմ հայրն է ինձ փնտրում, սիրելով։ Այդ ուր եմ ես, ինչ եղավ իմ հետ, նա ինձ չի գտնում, չի տեսնում, նա անհանգստանում է իմ համար, ուր ես, ու ես լաց եմ եղել։ Ես այնքան խորն եմ զգացել այդ պահը, երբ Աստված փնտրում էր Ադամին և կանչում էր, Աստված մեզ կանչում է և մենք պիտի արձագանքենք, կամ արձագանքում ենք, կամ չենք արձագանքում։ Հետո հիշենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, որ բոլոր նրանց, ում հայրը տվել է ինձ, ես չեմ կորցնի։ Այսինքն Հայր Աստված մեզ տվել է Հիսուս Քրիստոսի ձեռքերին, Հայր Աստված մեզ տալիս է իր որդու ձեռքերին և որդին մեզ չի կորցնում։ Միշտ Աստված է մեզ սկզբում ընտրում, կանչում։ Աստծո զավակները, Աստծո ծառաները նախ ընտրվում են Աստծո կողմից, հետո իրենք են ընտրում Աստծուն և նրա տված գործը։ Հիշեք, որ Տեր Հիսուս Քրիստոսը, երբ ձկնորսներին առաքյալներ դարձրեց, ինչպես եղավ։ Տեր Հիսուսը շրջում էր լճի եզերքով, երբ տեսավ Սիմոնին և Անդրեասին, ձկնորսներին, և կանչեց, ասաց՝ եկեք իմ հետևից, ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ։ Եվ գրված է, որ նրանք իսկույն իրենց ուրկանները գցեցին և գնացին նրա հետևից։ Իսկույն միանգամից, երբ լսեցին Տիրոջ ձայնը, նրանք գնացին, բայց հասկանանք, որ Տերը նրանց կանչեց, Տերը նրանց ընտրեց սկզբում, ոչ թե իրենք Տիրոջը։ Հետո Հիսուսը տեսնում է էլի երկու եղբայրների, Հակոբոսին ու Հովհաննեսին, էլի ձկնորսների, և նրանց էլ է կանչում, և նրանք իսկույն թողնում են իրենց ուրկանները, իրենց նավը և գնում են Հիսուսի հետևից։ Հետո տեսնում է Մաքսատանը նստած Մատթեոսին, Տեր Հիսուսը։ Նա ասում է՝ արի իմ հետևից։ Եվ նա գնում է, նա էլ իր գործը թողնում է ու գնում է։ Աստված գիտի ում կանչի, ով միանգամից կգնա իր հետևից։ Ես ուզում եմ ասել, որ նույն բանը ինձ հետ է եղել և լինում է շատ հազարավոր Աստծո զավակների հետ, որովհետև երբ Տերը ինձ մաքրեց, ազատեց, ներեց ինձ, ընդունեց, երբ ես մաքրվեցի, երբ ես դարձա Տիրոջը, Տեր Հիսուս Քրիստոսինը դարձա ամբողջովին, ապաշխարեցի, ընդունեցի իմ Տեր Աստծուն, նրա տված փրկությունը, երբ ես դարձա Հիսուս Քրիստոսինը, դրանից հետո միայն ինձ Աստված ասեց՝ խոսիր իմ մասին։ Ես չմտածեցի,
Ես չմտածեցի երկար բարակ մտորեի կամ ինչ-որ բան։ Հենց որ ես լսեցի նրա ձայնը շատ պարզ, այսպես, ինչպես որ իմ ձայնն է, իմ ականջներում լսեցի ես։ Խոսիր իմ մասին։ Ես ուղղակի միանգամից ասացի, կխոսեմ, Տեր ջան, կխոսեմ։ Առանց մտածելու, թե ինչ պիտի խոսեմ։ Ես գիտեի, որ ես սիրում եմ Հիսուս Քրիստոսին, այդքանն էլ է հերիք, որ ես գոնե սկսեմ խոսել, բայց ես պատրաստ էի, առանց գիտություն ունենալու, նույնիսկ Աստվածաշունչ չկարդացած, միանգամից ես միայն ասացի կխոսեմ ու ես չէի դիմանում, չէի համբերում, երբ հասնեմ տուն, որ հասկանամ, սկսեմ, ինչ անեմ, ոնց անեմ։ Բայց ես միանգամից միայն ասացի կխոսեմ, Տեր իմ կխոսեմ, շնորհակալ եմ, որ դու ինձ պատասխանեցիր։ Ես միայն արդեն հետո հարցրեցի, որ բայց ես գիտելիքներ չունեմ, գիտություն չունեմ։ Տերն ասաց, երբ որ դու խոսես, ես կխոսեմ քո շուրթերով, դու հանգիստ եղիր։ Բայց այն պահին, երբ ես ապաշխարել էի, երբ Սուրբ Հոգին իջել էր իմ վրա, ես հետո միայն հասկացա, այդ ժամանակ արդեն Աստված ինձ շատ գիտելիքներ էր տվել, որոնք իմ հոգում դրվել էին, բայց իմ ուղեղը չէր հասկանում։ Միշտ Աստված ընտրում է մեզ, ապա մենք նրան։ Ես կանչեցի Տեր Հիսուս Քրիստոսին, որ գա իմ կյանք, ինձ ցույց տա իր ճշմարտությունը, բայց մինչ այդ Տեր Հիսուս Քրիստոսը ամեն կերպ Աստված ինձ բերեց, հասցրեց նրան, որ ես ապաշխարեցի ու ապա ինձ ծառայություն տվեց։ Այնպես որ միշտ Աստված է մեզ ընտրում սկզբում։ Եթե մենք նայենք, որ Աստված բոլորի համար, բոլոր մարդկանց համար եկավ աշխարհ, որ իր արյամբ մեզ փրկի։ Աստված ընտրել էր բոլորիս փրկությունը, բոլորիս էր սիրում, բոլորիս է սիրում եւ բոլորիս փրկությունն է ուզում։ Նա յուրաքանչյուրիս փրկությունն է ուզում։ Այսինքն սկզբում միշտ Աստված է մեր համար մտածում, մեր փրկությունը ուզում, սիրում մեզ Աստված։ Սկզբում Աստված է մեզ սիրել։ Սկզբում Աստված է մեզ սիրել, հետո նոր մենք նրան։ Նա եկել է մեզ փրկելու իր արյամբ։ Նա է դա որոշել, նա է դա ցանկացել մեզ սիրելով։ Յուրաքանչյուր Աստծո զավակ ընտրյալ է, արդեն ընտրյալ է։ Նա ընտրում է մեզ եւ մենք արձագանքում ենք նրան։ Նրա կանչը լսում ենք եւ պատասխանում ենք։ Եվ Աստված իր ծառաներին ընտրում է։ Եթե նա մեզ չընտրի եւ ծառայություն չտա, մենք չենք կարող ծառայել։ Տեր Հիսուսն է ասել, եթե ես չուղարկեմ, դուք ո՞նց կխոսեք։ Ո՞նց կքարոզեք, եթե ես չուղարկեմ։ Սուրբ Հոգին իջնում է մեր վրա եւ մենք սկսում ենք խոսել։ Սուրբ Հոգին իջնում է մեր վրա եւ ուղղորդում է նույնիսկ ում մոտենալ, ում հետ խոսել, ում ինչ ասել, ինչպես ասել, որ նա լսի։ Մենք Աստծո ընտրյալ զավակներն ենք եւ դա ինքնագովազանք չի։ Դա դու քեզ բարձրացնել չի, դա ճշմարտություն է, մենք Աստծո ընտրյալ զավակներն ենք։